Հենց այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում սիրված ու տաղանդավոր երգիչ Արման Հովհաննիսյանի մենահամերգը։ Համերգի ընթացքում նախատեսվում է ներկայացնել ինչպես սիրված հին հիթեր, այնպես էլ նոր երգեր։ Նախորդ համերգների ընթացքում Արման Հովհաննիսյանը հանդես է եկել տարբեր հայտնի արտիստների հետ, օրինակ Մոսկվայում կայացած համերգի ժամանակ նա բեմ է կիսել հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի հետ կատարելով «Երբ ինձ հետ ես» երգը։ Արման Հովհաննիսյանը հայտնի է իր հուզիչ կատարումներով և բեմական արտիստիզմով, ինչը նրան մեծ ճանաչում է բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Նրա ստեղծագործական գործունեությունը մեծապես նպաստել է հայկական երաժշտության զարգացմանը և տարածմանը։ Նա շարունակում է մնալ սիրված և պահանջված արտիստ։ Նշենք նաև, որ Արման Հովհաննիսյանը առաջին հայ երգիչն է, ով ներկայացված է Vevo հարթակում, ինչը կարևոր քայլ է հայկական երաժշտության միջազգային ճանաչման համար։ Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը Շողերինան նույնպես գտնվում է Արման Հովհաննիսյանի մենահամերգին։ Նա միայնակ չէ, այլ հարսի հետ է։ Շողերինան վաղուց արդեն դարձել է ճաշակի, նրբության ու կանացի հմայքի խորհրդանիշ։ Նրա յուրաքանչյուր ներկայություն թե առօրյա ընտանեկան միջավայրում, թե հանրային միջոցառումների ժամանակ միշտ արտացոլում է մի անկրկնելի դասականություն ու խորաթափանցություն, որը մշտապես գրավում է հազարավոր հայացքներ։ Սոցիալական հարթակներում Շողերինան առանձնանում է իր յուրահատուկ և ջերմ ոճով։ Նրա հրապարակումները երեխաների, թոռնիկների մասնակցությամբ բերում են դրական էներգիա, ջերմություն և ընտանեկան ավանդույթների հարգանքի շուրջ։ Այս անգամ Շողերինան հարսի հետ մասնակցել է Արման Հովհաննիսյանի մենահամերգին, որը ևս մեկ անգամ ցույց է տվել իր գեղագիտական մոտեցումը և բարձր ճաշակը։ Համերգից հրապարակված կադրերն իրենց մեջ կրում են ոչ միայն գեղեցիկ պահեր, այլև ընտանեկան ջերմություն, ներդաշնակություն ու արժանապատվություն։ Շողերինայի նման կանայք ոչ միայն ոգեշնչում են իրենց շրջապատին, այլ նաև դառնում օրինակ երիտասարդ սերունդի համար, թե իրենց վարվելակերպով, թե ընտանեկան և հասարակական ներդաշնակությունը պահելու կարողությամբ։ Նա ապրում է պարզ, բայց հարուստ ներաշխարհով, որտեղ կա սեր, հոգատարություն ու նրբություն ամեն մի ժպիտում, ամեն մի խոսքում ու ամեն մի քայլում։ Այսօր շատ կարևոր ու շատ գեղեցիկ օր է մեզ համար։ Մենք գնում ենք այսօր մեր շատ սիրելի Արման Հովհաննիսյանի համերգին։ Դե ինչ, մենք Մի խնայեք ձեզ, ժողովուրդ, մի խնայեք։ Նայեք, դասական համերգի չեք եկել, ավելի։ Ես գիտեմ Շողերինա Ալեքսանյանը գործարար և նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը հայտնի է իր նրբաճաշակությամբ և ընտանիքի հանդեպ ունեցած նվիրվածությամբ։ Նրանց ընտանիքը բաղկացած է 7 երեխաներից, ինչը վկայում է նրանց բազմազավակ լինելու մասին։ Շողերինան ակտիվ է սոցիալական հարթակներում, որտեղ հաճախ կիսվում է ընտանիքի ջերմ պահերով։ Նրա հրապարակումները հատկապես երեխաների և թոռնիկների մասնակցությամբ արտացոլում են ընտանեկան արժեքների կարևորությունը և սերը։ Նրա հրապարակումները հաճախ արժանանում են դրական արձագանքների, ինչը վկայում է նրա հետևորդների բարձր գնահատականի մասին։ Նշենք նաև, որ Սամվել Ալեքսանյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 19-ին Երևանում։ 2002 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, տնտեսագետ է, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար մեդալով։ 1988-ից 90 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին աշխատել է Սանտե Խարդարում գործարանում վարպետ, 1993 թվականին մետաղական կոնստրուկցիաների արտադրամասի պետ, 1994-ից 2003 թվականներին զբաղվել է մասնավոր գործունեությամբ։ 2003 թվականի մայիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել և անկուսակցական է։